Մի րոպե սպասեք։ Ես ուրեմն պատասխանատու ասում եմ, որ դուք դիտավորյալ պարկում եք, որպեսզի ՊՊՑ-ի տղաները ձեր վրայով քայլեն։ Սա Հայաստանի վարչապետն է կին լրագրողի մի պարզ հարցի պատասխանելիս։ Ինչպես է ստացվում, որ ձեզ դեռ չկպած մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, իսկ մեզ հարվածողները, մեզ խոչընդոտողները, մեր ընտանիք ներխուժողները, մեր նկատմամբ ֆեյքային արշավ իրականացնողները այդպես ազատ շրջում են։ Ձեր այրունը կարող է մեր այրունից կարմիր է, ու եթե ձեզ հանկարծ մի բան լինի ողբերգություն է, բայց մեզ մի բան լինի դա ողբերգություն չէ։ Լռեք մի հատ, հա։ Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա։ Մի րոպե սպասեք։ Սա Հայաստանի վարչապետն է արցախցի կնոջ հետ խոսելիս։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք ընդեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու ես քարտեզի մասին տենց համահարանքով Մետրոյում արցախցի կնոջ վրա մատ թափ տալուց, ներողություն եմ խնդրում։ հետո դրա համար խորապես զղջալուց ու ներողություն խնդրելուց ընդամենը 10 օր անց է Լռեք մի հատ, հա։ Նիկոլ Փաշինյանը նորից ուրացել իր իսկ մշակած էթիկայի կանոնագիրքը, Եվ այս կանոնները ներառում են ազնվությունը, պարկեշտությունը, ըստ որի ոչ մի ԿՊԱ-կան այլևս չպետք է վիրավորեր, վիրավորանքին վիրավորանքով չպետք է պատասխաներ։ Մասիսում պարկել եք, որ ՊՊՑ-ի աշխատողներ ձեր վրայով քայլեն։